ենք օգտվելով հնարավորությունից յուրաքանչյուր ներկայացուցչին կտրվի 3 րոպե, որպեսզի մեր Եվրոխորհրդարանի անդամների համար ամեն ինչ լինի արդար, ազնիվ։ Սերգեյ, մենք 15 ելույթ ենք լսել, մեկը մյուսի հետևից 15 ելույթ։ Այդ դահլիճի այս կողմից այն կողմ ես ցանկանում եմ ձևաչափը վերաձևավորել, որովհետև տարբեր խորհրդարաններից խորհրդարանականներ կան։ Մենք ոչ միայն պետք է լսենք ելույթները, մենք երբ խոսում ենք Ռուսաստանի կարգավիճակի մասին, միևնույն ժամանակ խնդրում եմ մտածեք նմանատիպ հանդիպումներ ձևաչափի մասին։ Իհարկե շատ մեծ պատիվ տանք մեր բոլոր ելույթներին, բայց իհարկե հնարավորություն պետք է ունենանք մեր մեկնաբանությունները բարձրաձայնելու համար, նաև բանավիճելու համար շատ շնորհակալություն, իրապես իմ մտքով էլ էր սա անցել, մեր մտքով էլ էր սա անցել, դուք նույնպես առաջին անգամ եք, ես նույնպես առաջին անգամ եմ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի հանդիպմանը և շատ բաներ չէինք կանխագուշակել։ Մենք հետագայում կքննարկենք, թե ինչպես վերակազմակերպել, վերակազմավորել այն, որպեսզի ավելի ինտերակտիվ լինի, որպեսզի հնարավորություն տանք մեր բոլոր գործընկերներին ինչ-որ մի բան ասելու համար։ Ես ասացի 3 րոպե, բայց ընդամենը մեկ անգամ չի այդ 3 րոպեն տրվում, հետո կարող եք նորից ձեռք բարձրացնել, ինչ-որ մի բան ավելացնել։ Դուք մի քանի անգամ կարող եք խոսել, եթե անհրաժեշտություն առաջանա, շատ շնորհակալություն Նաչո, ձեր դիտարկումը հաշվի է առնված, մենք կսկսենք Սիպերից, մեր գործընկերոջից, խոսքը տրվում է ձեզ։ Այստեղից խոսեմ, թե այնտեղից։ Քննարկումը արդեն ամեն մեկը իր տեղից է։ Հարգարժան գործընկերներ, ընկերներ, մի քանի շաբաթ առաջ ես ասացի իմ ընկերուհուն, որ գալիս եմ Հայաստան, նա հարցրեց, արդյոք դա նշանակում է, որ դու ավելի մոտ կլինես Ռուսաստանին, երբ ես ասացի